Բարև սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկ Պլյուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է Երևանի տեխնիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանը։ Ռուբեն, շնորհակալություն, որ այսօր եկել եք։ Շնորհակալ։ Երջանկության օրվա միջազգային օրն է, հա, այսօր։ Իդեպ 5 տարի առաջ, առավելից 10 տարի առաջ մենք այդպիսի բաների մասին չէինք խոսում։ Ինչի՞ սկսեցինք հանկարծ խոսել։ Դուք ինչ-որ բաներ ունեք, բացատրություն ունեք։ Նախ ես նոր եմ իմացել, ճիշտն ասած, համար ինչ 5 տարի, ինչ 10 տարի, ինչ մի տարի առաջ նույն բանը։ Շատ ուրախ եմ, որ այդ օրվա կապակցությամբ ինձ եք հրավիրել, որտեղ ես ինձ հենց այն մարդն եմ։ Հենց այն մարդն եմ, ում ճիշտ եք ընտրել։ Կարծում եմ լավ ցանկություն է, նախ մենք փորձում ենք տարբեր միջազգային օրերն դարձնել նաև մեր օրեր, եւ լավ է, երբ որ այդ օրերը նման լուսավոր բնույթ են կրում։ Երջանկության միջազգային օրը կարծում եմ հրաշալի բան է, եւ ինչքան մենք դա մոտ կանգնենք այդ օրվան, այդքան ավելի լավ։ Բնականաբար ազգային մենթալիտետի մասին մտքեր են առաջանում այդ օրվա կապակցությամբ, թույլ տվեք ձեզ հարցնել ուղիղ։ Մենք հայերս փնթփնթալ ազգ ենք, հա։ Կարծում եմ ոչ ավել եւ ոչ պակաս, քան շատ եւ շատ արևելյան ազգեր, բայց ազգային մենթալիտետը եւս փոփոխական է։ Որոշակի փոփոխություն ես զգում եմ ազգային մենթալիտետի մեջ, որտեղ բոլոր դեպքերում կա երիտասարդների սերունդ, կա ավագների սերունդ։ Երիտասարդները ավելի պակաս փնթփնթան են, մեծահասակները ավելի շատ փնթփնթան են։ Կարծում եմ երջանկության օրը միջազգային կավելացնի առաջների քանակը եւ կպակասացնի փնթփնթողների։ Այդ հարաբերակցությունը միշտ կար, այսինքն երբ մենք ձեզ հետ միասին ավելի երիտասարդ ենք, քան հիմա, հա, մեր ավագ սերունդը ավելի փնթփնթան էր, քան մենք, այսինքն դա ինչ որ սոցիալական բան խնդիր չունի իր մեջ։ Կարծում եմ ոչ։ Մարդիկ փնթփնթում են, երբ չեն ուզում տեսնել այդքան էլ լավ այդ նույն երջանկությունը։ Եվ երբ պրոբլեմը ման են գալիս ոչ թե իրենց մեջ, այլ շրջապատի մեջ։ Այդտեղից գալիս է փնթփնթոցը, որտեղ ինչ որ մեկը պետք է իհարկե մեղավոր լինի այս ամեն ինչի համար։ Այ դրսում բան փնտրելը, հա, պատճառներ փնտրելը սեփական ոչ, դժբախտության համար։ Դա էլի արևելյան բան է, կա այդպիսի բառ, արևելյան բառ, կոչվում է մուննատ, հա, ոչ հայերեն բառը, դա բնորոշ է, հա, մեր ազգերին։ Կարծում եմ որոշակի չափով այո, իհարկե, չնայած արևելյան հասկացողությունն էլ է, չէ՞, շատ տարբեր։ Ճապոնյան, կորեյան, հա, միջին արևելյան, հարավային կորեյան։ Չգիտեմ, միգուցե ինչքան մենք ավելի շատ օգտագործենք այն բառերը, որոնք հայկականն են, ասենք թե թասիբի փոխարեն արժանապատվություն, մունաթի փոխարեն շատ արդարացված դժգոհություն, այդքան ավելի սթափ կմոտենանք եւ ինքներս մեզ եւ աշխարհին։ Հա, դուք ասացիք արևելքա, ես մտածում եմ, գուցե այդ երջանկության հետ կապ չունի, բայց ունի իհարկե, որ կան ազգեր, որոնց հիրավի կարելի է մշակութային անվանել եւ այդպիսի ազգեր ինձ համար ճապոնացիները, հա։ Այնտեղ մարդիկ ուրիշ ձևով են, հա, մոտենում այդ խնդիրներին երջանիկ լինել չլինելու համար։ Այնտեղ ուրիշ փիլիսոփայություն է։ Դուք ասացիք մեր խոսակցության սկզբից ազգային մենթալիտետի մասին։ Ճապոնացիները կոտրեցին մի շատ կարևոր հատկություն իրենց ազգային մենթալիտետի, հա, սամուրայի կոդեքսը, հոյակապ հասկանալով, որ դա պետք է թողնել պատմությանը եւ այսօր ապրել ուրիշ սկզբունքներով։ Հենց որ դու փորձում ես ապրել ժամանակի հետ միասին, դու դառնում ես երջանիկ։ Հենց որ դու դուրս ես ընկնում ժամանակից կամ առաջ ես ընկնում կամ հետ, սկսվում է դիսգարմոնիա եւ դա բերում է որոշակի, ասենք ասենք, ոչ բալանսավորված վիճակի, որը եւ ստեղծվում է եւ այդ դժգոհությունը, այդ մունաթը։ Այսինքն մի դժբախտ արքայազն ասել է ժամանակը դուրս է եկել շահվից, հա, դրա մասին էր խոսքը։ Այն որ ժամանակը դուրս է եկել դեռ ոչինչ, այ երբ որ մենք ենք դուրս գալի ժամանակից, այ դա լավ չի։ Բուդդիստների համար, հա, որքան հասկանում երջանկությունը կրքերից ազատվելու մեջ է, հա, այդպես է։ Ես կարծում եմ բուդդիստների մոտ կա մի շատ ավելի կարևոր
գաղափարախոսություն այսպես ասենք, անցալել սեփական անձը որպես շղթայի մի օղակ։ Ինչ շղթա։ Շղթա, որը գալիս է անցյալից եւ գնում է դեպի ապագա։ Դու պահում ես այդ շղթան։ Եվ եթե դու կատարում ես այն, ինչը գալիս է այնտեղից, քո ֆունկցիան եւ տալիս է շարունակական դրան ընթացք դեպի ապագա, ուրեմն դու իմաստավորում ես նաեւ քո այս փոքրիկ օղակի գործողությունը։ Եթե դու փորձում ես դուրս գալ այս շղթայից կամ չես գիտակցում ոչ շղթայի անվերջանալի անցյալը եւ անվերջանալի ապագան, դու փաստորեն շղթայի մաս չես։ Իսկ եթե դու չես ընկալում քեզ ավելի լայն վերցնեք, հա, մարդկության մի մասնիկ, հասարակության մի մասնիկ, արդյունքում դու դժբախտ մարդ ես դառնում։ Դուք խոսքը ռեինկարնացիայի մասին է, թե ավելի լայն։ Չէ, ավելի լայն հասկացությունն է։ Չէ։ Որովհետև ռեինկարնացիա ինչ ուզում եք ասեք, ես չեմ հավատում այդ։ Չէ, բացարձակապես։ Եթե ես իմ հետ, հա, եթե իմ մեջ չկա դա խանձը, ենթադրենք խանդը, եթե ես որևէ մեկի դեմ քեն չեմ պահում եւ որևէ մեկի վրա չեմ չարանում, ապա ես երջանիկ եմ։ Ես չեմ կարծում, որ կա որևէ մեկը, որ այս ձեր ասած հատկություններից զուրկ լինի։ Մենք բոլորս մարդիկ ենք եւ իհարկե ոչ մի մարդկային բան մեզ օտար չէ, հա։ Ամենակարևորը թե ինչպիսի պայքար ենք մենք ինքներս մեր մեջ վարում այդ ամեն ինչի դեմ։ Ես զգում եմ մեջս աճում է նախանձ եւ ես պետք է կարողանամ գիտակցել, որ դա նախանձ է եւ փորձեմ այն ճնշել, քանի ինք ամբողջովին ինչ չի կլանել։ Ես զգում եմ, որ մեջս աճում է ստրուկ, շատ հաճախակ ես պետք է փորձեմ խեղդել նրան, քանի նա ամբողջովին ինչ չի կլանել։ Իսկ երբ ես սկսում եմ ասենց ասեմ անձնական հիացմունքով վերաբերվել այդ բոլոր բացասական երևույթներին, փայփայել, հա, իմն է, ոչինչ, իմ նախանձը ուրիշ նախանձ է, կամ իմ ստրուկ ուրիշ ստրուկ է, կամ իմ չարություն ուրիշ է, շատ արագ նա ինձ կլանում է եւ այլևս չի թույլ տալիս, որ ես ինձ երջանիկ զգամ։ Ես էլ, հա, այդ կա այսպիսի էլի ռուսերեն բառ, բայց ես պիտի կրկնեմ դա, աբիժնիկ, հա, այսինքն մարդ, որը նեղացած է, այդպես քրոնիկապես նեղացած է, հա, ես օրինակ զգում եմ իմ մեջ աբիժնիկությունը Հայաստանի երկրորդ նախագահի հասցեին, հա, ես զգում եմ, որ դա լավ չի, որ դա սխալ է, բայց քանի որ նա յուրահատուկ վերաբերմունք ուներ խոսքի ազատության եւ մամուլի նկատմամբ, ես այդ աբիժնիկությունը չեմ կարող հաղթահարել։ Օգնեք ինձ, ինչպես ես հաղթահարեմ այդ բացասական էմոցիաները, որոնք բնականաբար ինձ խանգարում են եւ աշխատանքում եւ կյանքում։ Ներեք իրեն։ Իսկապես այդ ներելու մասին ինչ կասեք։ Բոլորին կարելի է ներել ամեն ինչ։ Մարդուն կարելի է ներել, որովհետև եթե նա անձամբ քո հանդեպ է, ստորություն արել, չարություն արել եւ այլն բան, չի կարելի ներել երևույթները։ Ես կարծում եմ, որ պետք է պայքարել ոչ թե մարդկանց դեմ, այլ կոնկրետ երևույթների դեմ։ Հիմա կարելի է ասել, որ մարդիկ են այդ երևույթներ կարող ոչ։ Մարդը կրում է իր մեջ ամեն ինչ, եւ լավը, եւ լուսավորը, եւ մութը։ Եվ հաճախակի փորձ ցույց է տալիս, երբ որ դու փորձում ես այդ լուսավորը տեսնել, նա այդպես էլ բացվում է։ Իսկ եթե դու փորձում ես միայն մութը տեսնել, չներել իրեն, որ նա ձեր հանդեպ լավ չի եղել, նա շարունակելու է այդ նույն ձևով գործել, որտեղ մարդը նաև սովորություն ունի շարունակել գործել հասարակության մեջ այն, ասենք ասենք, այն պիտակի տակ, որ իրեն կպցրել է հասարակությունը եւ չի փորձում փոխել դա։ Այսինքն եթե ես եւ իմ նման ասենք թե չեմ 10000 մարդ նրան տվյալ մարդուն կամ սխալ երևույթ շեֆին, այսպես ասածների, այդ երևույթը կվերանա։ Համենայն դեպս փորձ կկատարվի, վերջի երևույթը ինչ կա։ Երևույթը կա այն ժամանակ, երբ որ կային այդ երևույթը կրողները եւ անկախ նրանից մարդիկ տուժում են, թե շահում են այդ երևույթից։ Իսկ երբ կան երևույթը մերժողները, եւ ինչքան նրանք շատ լինեն, այնքան այդ երևույթը կկորցնի այդ հողը, որի նա աճում է, կանգնում է, որովհետեւ չի լինի ոչ ընդունող
այդ երևույթը ոչ մերժող, ոչ ընդունող կամ մերժող այդ մարդկանց։ Կլինի երևույթը մերժողների մեծ քանակը։ Հասկանալի է։ Մարդիկ, ասենք, փողոցում հա ինձ ճանաչում են եւ հարցնում են ես ինչպես եմ, ես անկեղծորեն ամենայն անկեղծորեն ասում եմ, որ շատ լավ եմ, հոյակապ եմ եւ այլն, նրանք զարմանում են եւ եթե ժամանակ է ունենում նրանց խոսակցության բռնվելու, նրանք բնականաբար սկսում են բողոքել, թե որքան նրանք վատ են։ Դա բնական է թե չէ։ Սա էլ է ընդունված ձև մեր մոտ։ Մենք իսկապես ամաչում ենք ասել, որ մենք լավ ենք, չնայած եթե դու արթնանում ես առավոտյան եւ տեսնում ես արև եւ տեսնում ես որ քո շրջապատում քո սիրելի մարդիկ են եւ այնը դա արդեն լավ է։ Նաեւ հաճախակի ապրում ենք այնպես, կարծես թե մենք ունենալու ենք երկրորդ եւ երրորդ կյանք։ Այս մեկը ասեց դիսապրատ կապրենք, ոչինչ։ Կարծում եմ չէ։ Ինչքան մենք մարդկանց ժպտանք եւ ասենք, որ մենք լավ ենք, դուք էլ լավ եղեք, որտեղ մենք լավ ենք, որտեղ դուք եք լավ, եւ մեր լավ լինելը միանշանակ կապված է ձեր լավ լինելուց։ Ինձ էլ են մարդիկ փողոցում հանդիպում, ինչ-որ բանի համար շնորհակալություն հայտնում զուտ խոսքի համար, ոչ թե ֆինանսական աջակցության, եւ երբ որ ժպտում են, ես արդեն ինձ լավ եմ զգում եւ հասկանում եմ, որ այս մարդկանց հոգսերը չպակասեցին, բայց մեր շփումը բերեց գոնե ինչ որ մի պահի լավ, ինչքան այդ լավ ավելանա, դրական մթնոլորտից, դրական էմոցիաներից, այդքան կլավանա մեր կյանքը։ Բայց նրանք նաեւ նեղանում են, հա, այդ ինչ ա եղել, որ դու լավ ես, հա, այս մեկը սենց, այն մեկը նենց եւ այլն եւ այլն։ Ես իրաց պատմում եմ ինչ ա եղել, որ ես լավ եմ։ Եվ ինչ եք պատմում։ Ես պատմում եմ, որ ես ունեմ հոյակապ շրջապատ, ես ամեն օր կարելի ասել ծանոթանում եմ հրաշալի մարդկանցով, մարդկանց հետ, որտեղ ամենամեծ հարստությունը դա է։ Ես ունեմ գործ, որով կարողանում եմ քիչ թե շատ զբաղվել, ես ունեմ ուսանողներ, որոնք իմաստավորում են իմ կյանք, ունեմ իմ ընտանիք, այդքան շատ բան չունեմ, բայց սա անվերջանալի process է, որտեղ մշտապես ինչ-որ դրական բան ավելանում է։ Եվ ես նաև հաճախակի ստանում եմ մարդկանց կողմից ժպիտ, երբ որ իրանք ինձ տեսնում են։ Սրա համար արժի ապրել։ Հա, այդ ամենը դուք դուրս եք գալիս վերնիսաժ, հա, այստեղ երկու քայլը։ Եվ վերնիսաժի վաճառողը ձեզ ճանաչում է եւ սկսում է իր բողոքները։ Դուք այդ ամենը ասում։ Նա չի նեղանա, նա ասի, ձենը տակ տեղից է գալիս, հա, դե այդպես է, չէ՞։ Ասում ես, այո, ձենը տակ տեղից է գալիս եւ եթե ինքը ցանկություն ունի լսելու, բացատրում ես իրան տակ տեղից, որ նա ինքը հասկանում է, որ իր տակ տեղը քո տակ տեղից այդքան էլ չի տարբերվում։ Վերջի երջանկությունը դա ներքին զգացողություն է, ոչ թե արտաքին։ Երբևիցե մեր արտաքին աշխարհը չի փոխվի, եթե չփոխվենք մենք ներքուստ։ Իսկ հնարավոր է այդ ամեն ինչ ասել արվեստի միջոցով։ Արվեստի միջոցով շատ բան կարելի ասել եւ այդպես է ընդհանրապես համաշխարհային արվեստը, որ կա եւ լուսավոր արվեստ, կա եւ սև արվեստ, մենք դա գիտենք։ Ես ճիշտ ասած ավելի կողմնակից եմ լուսավոր արվեստի, գուցե դա գալիս է նրանից, որ ես մեծացել եմ եւ դաստիարակվել եմ ռուսական 19-րդ դարի գրականության վրա, որը միշտ թողնում էր մի լուսավոր տեղ դեպի մարդ, երբևիցե չէր զրկում, նույնիսկ ամենամեծ տականքին հնարավորություն այդ լույսի ճանապարհը գտնելու։ Ես կարծում եմ, ես այդ տեսակետից երևի հավատացյալ մարդ եմ, որտեղ կարծում եմ, եթե Աստված ստեղծել է մարդուն, ուրեմն պարզապես հետո մարդը ունի պարտականություն այդ Աստծուն իր մեջ գտնելու։ Այս սևը որն է։ Այս սև արվեստի նմուշ օրինակ։ Սև արվեստի նմուշ, խնդրեմ, Մալևիչի չորնի կվադրատ։ Այդտեղ խոսք չկա։ Կարծում եմ չէ։ Սա իհարկե սև արվեստ չի, բայց դա որոշակի ճանապարհի, այդպես ասած, ռուբիկոնն է։ Երբ արվեստում հաճախակ ելնում, հասնում ես միջև ինչ-որ этап ու հասկանում ես, որ այստեղից պետք է կտրուկ ինչ-որ փոփոխություն կատարվի, որովհետև դու եկար եւ սպառեցիր ամեն ինչ որ հնարավոր է սպառել այս ժանրում, այս ուղղության մեջ եւ այլն։ Ես այդքան մեծ գիտակ չեմ, բայց գիտեմ, որ կա եւ երաժշտության մեջ սև արվեստ։
ճգնաժամային կարելի ասել, հա։ Արվեստ, որը միգուցե ինքը իր կատարողական մակարդակով, մատուցման մակարդակով շատ բարձր է, բայց նա ոչ մի լուսավոր կետ չի արտնացնում։ Այդքան վերջի տարիները շատ տարածված էր եւ կային փայլուն գործեր նույն Ռուսաստանում եւ գրականության մեջ եւ թատրոնի մեջ այն որ կոչվում էր Չեռնուխը։ Վերջին ֆիլմը, եթե հիշում եք, որը ներկայացվել է նաև Օսկարի մրցանակին, Լևիաֆանը։ Չեմ տեսել, բայց շատ եմ լսել։ Նա արտակարգ պրոֆեսիոնալ նկարված ֆիլմ է եւ հրաշալի դերակատարումներով, բայց նա սև է։ Նա հույս չի տալիս, չի թողնում։ Ասենք, գիտեմ, Մոցարտ ռեկվիեմ, դա սև արվեստ է։ Չէ, Մոցարտ ռեկվիեմ ոչ։ Հա, բայց դա ողբերգական չէ։ Ողբերգական է, բայց նա միևնույնն է լուսավոր է։ Ամենայն դեպս իմ համար, չգիտեմ։ Ուիլյամ Ջեյմսը, հա, ամերիկացի հոգեբան ասել է, ես երգում եմ ոչ թե այն պատճառով, որ երջանիկ եմ, ես երջանիկ եմ հենց այն պատճառով, որ երգում եմ։ Այսինքն դու սկզբից պետք է ինչ-որ գործողություն կատարես քո երջանիկ լինելու համար, որպեսզի այդպեսին դառնա։ Համաձայն եք թե չէ։ Լրիվ, ամբողջովին, որտեղ կարծում եմ իսկապես երջանիկ լինելը դա մեր ձեռքի գործն է։ Վերջ-վերջով կա շատ պարզ ճշմարտություն։ Ուզում ես լինել երջանիկ, եղիր։ Այսինքն եթե ես ժպտամ, եթե ես լավ բանի մասին մտածեմ, եթե ես երգեմ, ապա անկախ հանգամանքներից, չգիտեմ, որտեղ եմ ես գտնվում, ես ինձ ավելի երջանիկ կզգամ։ Ձեր աշխարհը կսկսի մեծանալ, եթե դուք, որտեղ չեմ կարծում, որ երջանիկ կարելի է զգալ նստելով մութ փակված սենյակում, շրջապատված շիրմաներով եւ ոչ մեկի չքսվելով։ Երջանկությունը դա առաջին հերթին նվեր է, որը դու նաեւ ուրեմն փորձում ես մատուցել ուրիշներին։ Այ ինչքան ավելի շատ երջանիկ լինես, ինչքան ավելի շատ դրական էմոցիաներ կարողանաս արտահայտել, շրջապատդ հաստատ դրանք կսկսի արձագանքել։ Եվ դու կտեսնես, որ լայնանում այս օղակը։ Թևերը տեն ավելի բացվում եւ լավ վարակի նման նա տարածվում է։ Հիմա կան իդեպ այս օրվա կապակցությամբ կան տարբեր ինստիտուտների, չգիտեմ, ՄԱԿ-ի եւ այլն հարցումներ, ըստ որոշ հարցումների մենք չափազանց դժբախտ ենք, ըստ որոշ հարցումների ոչինչ, եւ կան բացարձակ երջանիկ ուրեմն ազգեր եւ ամենաերջանիկներից մեկը Ֆիջի կղզում է։ Այ ինչ է կատարում ըստ ձեզ Ֆիջի կղզում։ Չեմ կարծում, որ դա ամենաբարեկեցիկ երկիրն է աշխարհի։ Կարծում լավ եղանակ է եւ կարծում եմ նաեւ մի վիճակ է մարդկանց, որոնք իրենց բարեկեցությունը կապում են միայն իրենց հետ։ Իրենց փոքրիկ երկիրն է, իրենց փոքրիկ կղզին է, չունեն պատերազմներ, չունեն հավերժական թշնամիներ, կարծում եմ ունեն եւս մեկ առավելությունն չունեն նաև հավերժական բարեկամներ, որը մոտավորապես նույն դժբախտությամբ կարող են դառնալ։ Սա է, այն որ հայերը հաճախակի իրենց ներկայացնում են դժբախտ, կարծում եմ այստեղ կա մի քիչ խախ։ Այդքան դժբախտ ներկայացնող ժողովուրդը չէր ուզենա մշտապես լինել քեֆերի մեջ։ Եթե մենք նայենք ինչքան ենք մենք սիրում քեֆեր, ամեն մի առիթով, նույնիսկ թաղումն ենք հաճախակի վերածում քեֆի։ Մենք այդքան էլ դժբախտ չենք։ Պարզապես երևի պետք է ճիշտ որոշել, թե որն է քո երջանկությունը։ Դուք ասացիք, որ եկել է, այսինքն միշտ այդ կարծրատիպերը ազգային փոխվում են, հա, եւ կարելի է փոխել ազգային մենթալիտետը, եւ Ճապոնիայի օրինակը բերեցիք։ Դուք կարող եք որպես ձեր պրոֆեսիոնալ աշխատանքում ասել, որ այն երեխաները, այն պատանիները, որոնք գալիս են հիմա թատրոն, նրանք տարբեր են, ասենք 10 տարվա կամ 20 տարվա պատանիներից։ Երեխաները ընդհանրապես չեն տարբերվում, այդ հետո է սկսում մտնել այդ կարծրատիպերը, այդ սահմանափակումները եւ այդտեղ հիմնականում մենք մեծահասակներս մեր բացասական դերն ենք կատարում։ Երեխաները մի շատ լուսավոր են, որտեղ երեխաները ազատ են։ Այդ տեսակետից երեխաները շատ հանգիստ են ընդունում արվեստ, առավել եւս նման պայմանական արվեստ, ինչպիսին տեխնիկային է։ Դա գալիս է ոչ որտեղ նրանք միամիտ են, նրանք ազատամիտ են։ Նրանք կարող են հանգիստ կանաչ գույնի նապաստակ, անցնել շատ նորմալ կամ քառակուսի արև։ Այստեղ նրանք սահմանափակումներ չունեն։
Ես որևէ տարբերություն չեմ տեսնում, ես աշխատում եմ թատրոնում 80 թվականից, առ այսօր մեծ տարբերություն չեմ տեսնում երեխաների մեջ, բայց ես տեսնում տարբերություն մեծահասակների։ Իսկ մեծահասակների մեջ ինչ տարբերություն կա։ Հիմա գալիս է ավելի ազատ սերունդ։ Մեզնից փոքր, այսինքն։ Մեզնից փոքր, նույնիսկ ամենա երիտասարդները, որոնք արդեն ուզում են մի քիչ ուրիշ, որոնք հասկանում են, որ ժամանակը թելադրում է իր ձևը։ Եթե ձևը ընկնում է ժամանակից հետ, նա այլևս հետաքրքիր չէ։ Եվ դու ակամա պետք է դրան արձագանքես։ Առավել եւս թատրոնի նման ասպարեզում, որը չունի ոչ երեկվա օր, ոչ վաղվա, նա այսօր ծնվում է, այսօր մահանում է, նա այսօր կա։ Եթե այսօր դու կարողացար համապատասխանել ժամանակին, կհամապատասխանես։ Չի լինում, դա գրականություն չի, որ հետո կգա քո ընթերցողը կամ երաժշտություն, հետո կգա քո ունկնդիրը, ոչ։ Այսինքն այդ թատրոնում Վինսենտ Վան Գոգ չի կարող լինել, հա, որ չէր կարողանում իր գործերը վաճառել, բայց հիմա միլիարդներ են տալիս դրա համար։ Ամենաբարդ հարցը դա է։ Դու պետք է համապատասխանես այսօրվա ժամանակին եւ բոլոր դեպքերում լինես արվեստի շրջանակներում։ Իսկ եթե տեսագրությունը ես նայեմ, չգիտեմ, Վախտանգովի թատրոնի, չգիտեմ, Պրինցեսա Տուրանդոտ 40 տարվա, դա հետաքրքիր չի։ Չէ։ Ինչու՞։ Ասեմ ինչու, որտեվ Շեքսպիրի օրինակը բերեցիք, հա, արքայազնի մասին, նաև նույն Շեքսպիրը ասում էր, որ դերասանը իր ժամանակի կարճ քրոնիկոնն է։ Դերասանը ապրում է իր ժամանակում։ Եվ այնպես ինչպես խաղում են նա, կարելի է խաղալ միայն այդ ժամանակում։ Փորձեք այսօր խաղալ Վահրամ Փափազյանի պես եւ բոլորը կծիծաղեն ձեր վրա։ Ժամանակ անցավ, իր ժամանակի համար հանճար էր։ Սա ոչ թե դրանից է որ տաղանդի մակարդակը ցածր է։ Դերասանը ունիկալ է այդ տեսակետից։ Նա ստանում է հասարակությունից բոլոր արվեստագետներից ամենաշատը, բայց ամենաարագ եւ մոռացվում։ Վերջերս հերոստատեսությամբ նայում եմ ինչ-որ մի ծրագիր, բանի նման, հա, արդյոք ովքեր են։ Ոչ ոք չճանաչեց Միրոնովին։ Իսկ դուք կհիշեք, թե Միրոնովը ինչ կուրքեր մեր տարիներին։ Սա այդպես է, այդտեղ ոչ նեղանալու բան կա, ոչ դժգոհելու։ Այ հիմիկվա երիտասարդներ։ Ոչ, բացարձակապես։ Մենք էլ չենք հիշում մեր նախորդ դերասաններին։ Իսկ դա կինոյին էլ է վերաբերում, թե կինոն ուրիշ այն ամենը։ Կարծում եմ կինոյին էլ է վերաբերվում, վերջերս ես ցուցադրություն էի կազմակերպել ուսանողներիս համար Վիտորիո դե Սիկայի ամուսնություն իտալական ձևով։ Իհարկե Սոֆի Լորենը եւ Մարչելո Մաստրայանի դեռ այս մակ, բայց մնացած դերակատուները երբ որ նայում ես այդ նույն ֆիլմում, դրանք ծիծաղել են պարզապես։ Ինչ անենք չհանանանք, հա։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցներ Երևանի տեխնիկային թատրոնի ղեկավար Ռոբեն Բաբայանը, մենք կհանդիպենք երկու շաբթի օրը, տեսություն։